Ծննդոց, գլուխ 31 Հակոբը լսեց Լաբանի որդիների խոսքերը, որ ասում էին. Հակոբը մեր հոր ամբողջ ունեցածն առավ և այս ամբողջ հարստությունը մեր հոր ունեցվածքից ստացավ։ Հակոբը տեսավ, որ Լաբանի երեսն առաջվա նման չէր իր հանդեպ։ Տերն ասաց Հակոբին. «Վերադարձիր քո հայրերի երկիրն ու ազգականների մոտ, և ես քեզ հետ կլինեմ»։ Հակոբը մարդ ուղարկեց և Ռաքելին ու Լիային կանչեց դաշտ իր հոտերի մոտ և ասաց նրանց. «Ես ձեր հոր երեսից տեսնում եմ, որ ինձ հետ առաջվա պես չէ, սակայն իմ հոր Աստվածն ինձ հետ է։ Դուք գիտեք, որ ես իմ ամբողջ ուժով ծառայեցի ձեր հորը, իսկ ձեր հայրն ինձ խաբեց և իմ վարձը 10 անգամ փոխեց։ Բայց Աստված թույլ չտվեց, որ նա ինձ վնասի։ Երբ նա ասում էր, թե պիսակավորները քո վարձը լինեն, այն ժամանակ բոլոր ոչխարները պիսակավոր էին ծնում, իսկ երբ ասում էր, թե քո վարձը բծավորները լինեն, այն ժամանակ բոլոր ոչխարները բծավոր էին ծնում։ Այսպես Աստված ձեր հոր հոտերն առավ և ինձ տվեց։ Այն ժամանակ, երբ ոչխարները տաքանում էին, աչքերս բարձրացրի և երազում տեսա, որ հոտերի հետ զուգավորվող նոխազները բծավոր, խայտաբղետ և գորշախայտ էին։ Աստծու հրեշտակը երազի մեջ ինձ ասաց. «Հակոբ»։ Ես ասացի. «Ահա ես այստեղ եմ»։ Նա ասաց. «Աչքերդ բարձրացրու և նայիր նոխազների հետ զուգավորվող հոտերին, բծավոր, խայտաբղետ և գորշագույն են, որովհետև տեսա ամենը, ինչ որ արեց քեզ Լաբանը։ Ես եմ Բեթելի Աստվածը, որտեղ հուշարձան օծեցիր և այնտեղ ուխտ արեցիր ինձ։ Այժմ վեր կաց, գնա այս երկրից և վերադարձիր քո ծննդավայրը»։ Ռաքելն ու Լիան պատասխանեցին և ասացին նրան. «Մեր հոր տանը մեզ համար դեռ բաժին և ժառանգություն կա՞։ Մի՞թե նրա համար մենք օտարականներ չհամարվեցինք, քանի որ վաճառեց մեզ և մեր փողն էլ կերավ։ Դրա համար այն ամբողջ հարստությունը, որ Աստված առավ մեր հորից, մերն է և մեր զավակներինը։ Այժմ արա, ինչ որ Աստված ասել է քեզ»։ Հակոբը վեր կացավ և իր որդիներին ու կանանց նստեցրեց ուղտերի վրա։ Նա վերցրեց իր բոլոր անասուններն ու իր ամբողջ ունեցվածքը, որ ստացավ, իր սեփական անասունները, որ ստացավ Փադան Արամում, որպեսզի գնա Քանանի երկիրը, իր հայր Իսահակի մոտ։ Քանի որ Լաբանը գնացել էր իր ոչխարները խուզելու, Ռաքելը գողացավ իր հոր կուռքերը։ Հակոբը Ասորի Լաբանից ծածուկ փախավ, որովհետև չասաց նրան, թե փախչում է։ Այսպես փախավ նա հետը վերցնելով իր ամբողջ ունեցածը, անցավ գետը և իր երեսը դարձրեց դեպի Գաղաադ լեռը։ Երրորդ օրը Լաբանին հայտնեցին, թե Հակոբը փախել է։ Նա իր հետ վերցրեց իր եղբայրներին և նրա ետևից 7 օրվա ճանապարհ գնաց և նրան հասավ Գաղաադ լեռան մոտ։ Աստված գիշերը երազում Ասորի Լաբանի մոտ եկավ և ասաց նրան. «Զգուշացիր, որ Հակոբի հետ ոչ լավ և ոչ վատ չխոսես»։ Լաբանը հասավ Հակոբին։ Հակոբն իր վրանը բացել էր լեռան վրա, Լաբանն էլ իր եղբայրների հետ Գաղաադ լեռան վրա վրան բացեց։ Լաբանն ասաց Հակոբին. «Այդ ինչ արեցիր։ Ինձանից ծածուկ փախար և իմ աղջիկներին քշեցիր սրով գերի առնվածների պես։ Ինչու թաքցրիր և ինձանից գաղտնի փախար ու չիմացրիր ինձ, որպեսզի քեզ ճանապարհ դնեի ուրախությամբ ու երգերով, թմբուկներով ու քնարներով։ Թույլ չտվեցիր ինձ, որ համբուրեի որդիներիս ու աղջիկներիս։ Հիմա հիմարություն արեցիր։ Իմ ձեռքում ուժ կա քեզ չարիք անելու համար։ Բայց ձեր հոր Աստվածը երեկ գիշեր ինձ հետ խոսեց ասելով. զգուշացիր, որ Հակոբի հետ ոչ լավ, ոչ էլ վատ չխոսես։ Հիմա գնալը գնում ես, քանի որ շատ էիր ցանկանում գնալ քո հոր տունը, բայց ինչու գողացար իմ աստվածները»։ Հակոբը պատասխանեց և ասաց Լաբանին. «Նրա համար, որ վախեցա, քանի որ մտածեցի, թե միգուցե ինձանից խլես քո աղջիկներին, բայց քո աստվածները ում մոտ որ գտնես, թող նա չապրի։ Մեր հարազատների ներկայությամբ խուզարկիր, ինչ որ լինի ինձ մոտ վերցրու քեզ»։ Հակոբը չգիտեր, որ Ռաքելը գողացել էր դրանք։
Լաբանը մտավ Հակոբի վրանը, Լիայի վրանը և երկու աղախինների վրանը, բայց չգտավ։ Նա դուրս եկավ Լիայի վրանից և մտավ Ռաքելի վրանը։ Ռաքելը վերցրեց կուրքերը, դրանք դրեց ուխտի թամբի տակ և նստեց դրանց վրա։ Լաբանն ամբողջ վրանում փնտրեց, բայց չգտավ։ Նա ասաց իր հորը. «Թող իմ տերը չբարկանա, որ չեմ կարող վեր կենալ քո առաջ, որովհետև կանանց սովորական ամսականի մեջ եմ»։ Լաբանը փնտրեց, բայց կուրքերը չգտավ։ Հակոբը բարկացավ և վիճեց Լաբանի հետ։ Հակոբը Լաբանին ասաց. «Ինչ է իմ հանցանքը, ինչ է իմ մեղքը, որ ընկել ես իմ ետևից։ Երբ իմ ամբողջ կահ-կարասին խառնեցիր, որևէ բան գտար քո տան բոլոր կարասիներից։ Դիր այստեղ իմ և քո հարազատների առաջ, և թող նրանք դատ անեն մեր երկուսի միջև։ Ահա 20 տարի է ինչ քեզ հետ էի, և քո ոչխարներն ու այծերը ձագ չվիժեցին, և քո հոտի խոյերը չկերա։ Գազանի պատառոտածը չբերեցի քեզ մոտ, ես էի քաշում վնասը։ Ցերեկով գողացվածը և գիշերով գողացվածը ինձնից էիր պահանջում։ Այսպես էի, ցերեկվա տաքը և գիշերվա ցուրտը մաշեցնում էին ինձ և իմ քունը փախել էր աչքերիցս։ Այսպես 20 տարի քո տանը ծառայեցի քեզ, 14 տարի քո երկու աղջիկների համար և 6 տարի քո հոտերի համար, իսկ դու 10 անգամ փոխեցիր իմ վարձը։ Եթե իմ հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը և Իսահակի երկյուղը ինձ հետ չլիներ, անպատճառ ինձ դատարկաձեռն ճանապարհ դրած կլինեիր։ Աստված տեսավ իմ տառապանքն ու իմ ձեռքի աշխատանքը և 3 գիշեր հանդիմանեց քեզ»։ Լաբանը պատասխանեց և ասաց Հակոբին. «Այս աղջիկները իմ աղջիկներն են, այս որդիները իմ որդիներն են, այս հոտերը իմ հոտերն են, և այն ամենը, ինչ որ դու տեսնում ես, իմն է։ Եվ ինչ անեմ այսօր իմ այս աղջիկներին կամ իրենց ծնած զավակներին։ Բայց հիմա եկ ես և դու ուխտ անենք, և իմ ու քո միջև վկայություն լինի»։ Եվ Հակոբը մի քար վերցրեց և այն կանգնեցրեց որպես հուշարձան։ Հակոբն իր հարազատներին ասաց. «Քարեր հավաքեք»։ Նրանք քարեր վերցրին ու կույտ սարքեցին և այնտեղ այդ կույտի մոտ հաց կերան։ Լաբանը նրա անունը Եգար Սահադութա դրեց, իսկ Հակոբը նրա անունը Գաղաաթ դրեց։ Լաբանն ասաց. «Այս քարակույտն այսօր վկա է իմ ու քո միջև»։ Դրա համար էլ նրա անունը Գաղաաթ դրվեց։ Նաև Մասփա, որովհետև Լաբանն ասաց. «Տերը թող դիտի ինձ ու քեզ, երբ մենք բաժանվենք իրարից։ Եթե իմ աղջիկներին վշտացնես, կամ եթե իմ աղջիկների վրա ուրիշ կանայք առնես, մեկը չկա մեզ հետ, տես, իմ ու քո միջև Աստված է վկա»։ Լաբանն ասաց Հակոբին. «Ահա այս կույտը, ահա այս հուշարձանը, որ ես կանգնեցրի իմ ու քո միջև։ Վկա է այս կույտը, վկա է այս հուշարձանը, որ ես այս կույտից այն կողմ չանցնեմ ու չգամ դեպի քեզ, իսկ դու էլ այս կույտից և այս հուշարձանից չանցնես դեպի ինձ չարիքի համար։ Աբրահամի Աստվածն ու Նաքորի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը դատավոր լինի մեր միջև»։ Եվ Հակոբը իր հոր Իսահակի երկյուղով երդում արեց։ Հակոբը զոհեր մատուցեց այդ լեռան վրա և կանչեց իր հարազատներին, որ հաց ուտեն, և հաց կերան ու գիշերը լեռան վրա մնացին։ Լաբանը վաղ առավոտյան վեր կացավ, համբուրեց իր որդիներին ու աղջիկներին և օրհնեց նրանց։ Լաբանը վերադարձավ իր բնակավայրը։